Հայաստանը փորձում է մասնակցել այդ ֆորումին, ասում են ոչ միայն նախ լավ, եկեք այսպես ասեմ, որպեսզի Փաշինյանը ժողովրդին ներկայացնի, որ ինքը աշխարհի կողմից ընդունված է, ինքը պետք է մասնակցի միջազգային մի շարք կառույցների միջոցառումներին, տարբեր երկրներում կամ տարբեր երկրների միջազգային կառույցներ Հայաստանում իրականացնեն միջոցառում։ Իդեպ Եվրոպան մայիս ամսից մխրճում է Հայաստանի ներքաղաքական կյանք, տարբեր միջոցառումներով, այդ թվում ասում են Ֆրանսիայի նախագահն է այստեղ գալու Մակրոնի եւ այլն։ Իդեպ Մակրոնի վերաբերյալ մեր ժողովրդի ամեն մի ներկայացուցիչ պետք է հիշի, որ Արցախի հանձնման թիվ 1 պատասխանատուն 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրած փաստաթղթի Փաշինյան Նիկոլն է եւ երկու անձ Եվրախորհրդանի նախագահ Շարլ Միշելն են ժամանակ եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Մակրոնը ամենամեծ վատությունը մեր ժողովրդին արել է։ Հիմա որպեսզի Փաշինյանը ներկայացի մեր ժողովրդին, որ ինքը բոլորի կողմից ընդունված է, նույն տարաբանությամբ երբ որ գնում է տարբեր շրջաններ, քաղաքացիների հետ հանդիպում ինչ որտեղ նորմալ չեն ընդունում, բայց քարոզչականում ինքը ներկայացնում որ ինքը ժողովրդի մարդն է։ Ի տարբերություն ենթադրենք մյուս ուժերի ներկայացուցիչները, այսպես էլ ինքը պետք է ներկայացնի, որ բոլոր հարևանները իրեն ընդունում են, հրավիրում են, գնում է խոսք է ասում, Եվրոպայում գնաց խոսք ասեց, հիմա շուտով կգնա Թուրքիայում խոսք ասի, վերջում չգիտեմ, երկու Էրդողանի նվիրած երկու գիրք արդեն կրծքին կդնի եւ Էրդողանի հետ կնկարվի եւ այլն։ Այս բոլորը զուտ քարոզչական հնարքներ են, որպեսզի եթե ընտրությունների վերջնարդյունքում իշխանությունը տեսա, որ բավականին փոքր թիվ է հավաքել, ես կարծում եմ չի սեթևեթի որպեսզի ընտրակեղծարարները արդյունքների ամփոփման ժամանակ այլ թվեր ներկայացնեն։ Իսկ Փաշինյանը կարող է ներկայացնել, ասելով, որ ժողովուրդը ինձ ընտրել է, իսկ ինչու է ընտրել, որտեվ ես ժողովրդի մարդ եմ, ժողովրդի հետ շփվում եմ, ժողովրդի կարիքները գիտեմ, ժողովրդի կարիքները հոգում եմ, այդ քիչ է։ Եվրոպան ինձ կողմ է, հավասիկ նայեք այս միջոցառումները, Ֆրանսիայի նման միջուկային տերության նախագահը գալիս է Հայաստան, Թուրքիան մեզ դեմ չի, Թուրքիայից մենք խնդիր չունենք, ավասիկ ես մասնակցում եմ Թուրքիայի վական լուրջ 20 պետությունների մասնակցությամբ մեծ հավաքին դիվանագիտական, ինձ հրավիրում են, մեր պատվիրակությունները հասարակական կառույցների գնում են Ադրբեջան, իրեն գալիս են մեզ մոտ, այսինքն խաղաղություն է հաստատված, այնպես որ ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է, խաղաղություն եք ուզում, ես բերում եմ այդ խաղաղությունը, այսինքն Փաշինյանի հիմնական քարոզչական թեզի բուն իմաստը բոլորի կողմից ընդունված լինելու, դե լավ մի Ռուսաստանն է, որ դեմ է, այդ բռնատիրական, բան են էլի, մարդու միս են ուտում միջև մա, չգիտեմ, ծառերի վրա են ապրում, չգիտեմ, ես եւ այլն, էլի։ Իսկ մյուսները բոլորը լավ են։ Այսպեսի ներկայացում։ Ընդ որում այդ քարոզչական թեզերը ներկայացվում են ոչ միայն ասենք Հայաստանում, Ռուսաստան դեմ ներկայացնում են ամբողջ արևմտյան քարոզչամեքենան, որ Ռուսաստանը բոբո է, բոլորը լավն են, ասենք լավ լինելով կարող են նախագահ առևանգել, հետո դատել, կարող են պետությունների ղեկավարներին սպանել, այդպիսի լավ արեմուտք է։ Երեխաներ սպանել, ներողություն չխնդրել, որ սխալմամբ եղել, ընդհակառակը մեղադել, թե ասենք այդ երեխան այդ պայն ինչ էր անում այդտեղ, խիպտի տեղ լիներ։ Այս է արևմտյան ամբողջ քարոզչամեքենան, որի էլեմենտներից մեկը փաստորեն Հայաստանում կիրառում է Փաշինյանը, այսքանը։ Շնորհակալություն։ Իմիջիայլոց վերջին նորություն է, ու այսպես ռեպլիկի կարգով, Ուրանում ադրբեջանական սպրկի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկով։ Ով է դատապարտվել կն։ Ադրբեջանական սպրկի նախկին ղեկավարը։ Իսկ ինչ հոդվածով, ինչ որ վատարարք է արել։ Այսքան իշխանությունների դեմ ինչ որ Դե լավ, այդ ադրբեջանցիների խնդիրները թողենք իրենց, մենք բավականաչափ խնդիրներ ունենք։ Բայց համոզված ասեմ էլի, եթե իրավիճակը անկեղծ եւ ճիշտ գնահատենք, Փաշինյանը ռեալ շանս չունի վերարտադրվելու։ Եթե ընդդիմությունը չունի, բայց եթե ընդդիմությունը ճիշտ կարողանա այս երկու ամիսը եւ քարոզչական եւ բացատրական եւ հանդիպումներում ճիշտ մարտավարություն մշակել,
Այսինքն ընդդիմությունից էլ է կախված Փաշինյանը կվերարտադրվի թե ոչ։ Այսինքն Շնորհակալ եմ։